Իսկ հիմա սրանց լկտիությունը հասել է այն աստիճանի, որ բաց տեքստով սեփական ժողովրդին սպառնում են պատերազմով։ Պատկերացնում եք, պատերազմ վերածները պատերազմ բերողներ են փնտրում։ Արցախը հանձնածները Արցախ հանձնողներ են փնտրում։ Չնայած ինչու եմ զարմանում, մինչև հիմա էլ Նիկոլ բերածները Նիկոլ բերողներ են փնտրում։ Մեր քաղաքական դաշտը կարծես երկերեսանության փառատոնը կեղծավորության շքերթ լինի։ Պարոնայք, մենք այդ խաղերում չկանք, մենք ազնիվ խաղի կանոնների կողմնակիցն ենք։ Պատերազմ բերել եք եւ պատրաստ եք կրկին բերել միայն դուք, իսկ պատերազմ բերողը պետք է հնձի իր ցանածը, նվազագույնը իշխանափոխությամբ, առավելագույնը պատժով, օրենքի ողջ խստությամբ։ Սա է պահանջում ոչ միայն աստվածային արդարության կանոնը, այլև մեր ժողովրդի կենսական շահը։ Սրանք ասում են կամ մենք, կամ պատերազմ, այսինքն մեզ ստիպում են ընտրել վախի եւ չարիքի միջև, որպես ընտրության միակ տարբերակ։ Մինչդեռ իրականում կա այլ տարբերակ, օրինակ, այլ իշխանություն, ուժեղ բանակցային թիմ, այլ իշխանություն, նոր անվտանգային ռազմավարություն, այլ իշխանություն, փոխշահավետ դաշնակցային հարաբերություններ եւ այս շարքը կարելի է շարունակել որպես վախի եւ չարիքի այլընտրանք։ Դատելով կապիտուլյանտ ռեժիմի նկատմամբ հասարակության մեջ արկա օրեցօր մեծացող դժգոհություններից, որը փաստում են նաեւ սոցիոլոգիական հետազոտությունները, կարող եք պնդել, որ մեր ժողովուրդն այլևս չի ցանկանում ապրել ստի, նվաստացման, բռնատիրության պայմաններում եւ իր համար արդեն կատարել է այդ շատ կարևոր ընտրությունը։ Իսկ թե հունիսին այդ ընտրության արդյունքները որքանով պաշտպանված կլինեն, մեծապես կախված է մինչև այդ օրն իրականացվելիք աշխատանքից, քանի որ այսպես շարունակվելու դեպքում, երբ գործող ռեժիմը շինծում եղադրանքներով ձերբակալում է քաղաքական մրցակիցներին, բռնաճնշումների ենթարկում նրանց աջակիցներին, պետական միջոցները ծախսում ոչ այնպես, ինչպես կծախսվեին ոչ ընտրական տարում, երբ բռնի մեթոդներով, բանտարկություններով լռեցնում է ազատ խոսքը, ճնշում իշխանությանը քննադատող լրատվամիջոցներին, երբ ընտրական խաղի կանոնները փոխվում է առանց լայն քաղաքական համաձայնության, երբ պետական կառույցներն ու հանրային ռեսուրսները օգտագործում է բացառապես իշխանության քաղաքական օրակարգ սպասարկելու համար, երբ տեղեկատվական դաշտում ստեղծվում է ակնհայտ անհավասարություն եւ տարբեր մեթոդներով սահմանափակվում է այլընտրակային կարծիքների տարածումը, ընտրություններն արդեն կարող ենք կեղծվող համարել։ Եվ երբ ի լրումն վերը թվարկածի դրսից արտաքին որոշ դերակատարներ ընտրություններից առաջ այլևս անթաքույց ընդգրկում են իրենց նախապատվությունը, այսպիսով կոպտորեն եւ ապօրինաբար միջամտում ընտրական գործընթացին, հոգուտ գործող կառավարիչների, ապա նշածս բոլոր գործոնները միասին ձևավորում են մի միջավայր, որտեղ ընտրությունների արդյունքը կարող է կախված լինել ոչ միայն ժողովրդի ազատ կամարտահայտությունից, այլ նաև քաղաքական դաշտում անհավասար պայմաններից։ Այս ամենից հետո հարց եմ տալիս, բա կեղծումն ինչպես է լինում, եթե ոչ այսպես։ Հետևաբար խնդիրը միայն ընտրությունների օրը չէ։ Խնդիրն այն միջավայրն է, որը ձևավորում է մինչև ընտրությունները։ Ուրեմն այստեղ լրջորեն մտածելու եւ մտահոգվելու բան կա։